Հարգելի գործընկերներ, քանի որ խոսեցինք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, պիտի արձանագրեմ, որ վիճակագրության կոմիտեն հրապարակել է սահմանված ժամկետում այս շաբաթվա սկզբին տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%-ով, այսինքն մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ, իհարկե առաջատարը շարունակում է մնալ շինարարությունը եւ ծառայությունները եւ նաեւ արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է, նույնը վերաբերվում է ավելի լավ ցուցանիշներ ունենք արդեն հունվար-հունիս կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.9%, արդյունաբերության աճը 10%, 18%, շինարարությանը 124% եւ ծառայություններինը ներողություն 24%, 10% եւ ծառայությունները 11% ակտիվության ցուցանիշը աճել է։ Իհարկե գյուղատնտեսության ոլորտում ունենք որոշակի խնդիրներ, բայց ելի եմ ասում, ես ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ նաեւ մենք գյուղատնտեսությունում առանց այս մեր ընթացիկ խնդիրների մենք ունեինք նույն որոշակի նվազման process-ները եւ այդ ամեն ինչը կապված էր առաջին հերթին գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, բայց տնտեսական ակտիվությունը բավականին լավ է Հայաստանի Հանրապետությունում, պետք է արձանագրել նաև, որ մենք ըստ էության զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք եւ մեծ է հավանականությունը, հաշվի առնելով նաև առաջիկայում սպասվող COP17 համաժողովը մեծ է հավանականությունը, որ 2026 թվականին մեր զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ եւ նաեւ շատ կարեւոր լուր ունենք, որը երեք հրապարակվեց, իսկ լուրը հետեւյալն է, ես ամբողջությամբ կընթերցեմ. Moody's վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին կարևոր ամսաթիվը հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է BA3 մակարդակում։ Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով. Աշխարհաքաղաքական եւ քաղաքական ռիսկերի նվազում, պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ եւ ներքաղաքական կայունությամբ։ Ինչարոց է շատ հետաքրքիր դիտարկում, փաստորեն մենք ներքաղաքական կայունություն ունենք, վրեքներս խաբար չկա, մինչդեռ Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ 2026-2027 թվականներին ակնկալվում է 5-ից 5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ եւ պետական ծախսերի ընդլայնմամբ։ Տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում պայմանավորված ներդրումների աճով, հատկապես տեխնոլոգիական եւ ենթակառուցվածքային ոլորտում տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ եւ արտադրողականության բարձրացման հեռանկարներով։ Հիմա այս ամեն ինչից ամենակարևորը հետեւյալն է։ Ես հիշում եմ 2018 թվականից ի վեր, իհարկե բացի հասկանալիորեն 2020 թվականը, երբ որ մենք արձանագրում էինք տնտեսական աճերը ամեն տարվա, որոնք բավականին բարձր էին, հիմնական հարցը, որ վերլուծաբանները, երբեմն քննադատները, բայց մենք էլ մեր քննարկումներում դրում էր հետեւյալը. դա այս տնտեսական աճերը ինչքանով են եւ այս ակտիվությունը ինչքանով է մեծացնում, ուժեղացնում մեր տնտեսության պոտենցիալը։ Որտեւ դա է ամենակարևորը, այսինքն եւ շատ կարեւոր է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը արդեն իսկ ինքը արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժը
ուժեղացել է եւ սա կարեւոր արձանագրում է, բայց սա քաղաքական նարատիվի մասն է կամ ես ուզում եմ հասկանալ ինչ է նշանակում հեռանկարը վերանայվել է կայունից դրականի եւ ինչ է նշանակում BA3 կենտրոնական բանկի նախագահի տեղակալը գուցե համեցեք